Հիմնական ձեր ելույթից հետո, պարոն վարչապետ, դուք վերջերս ասել եք, որ հայ հասարակությունը կպահպանի խաղաղությունը մյուս տարվա խորհրդարանական ընտրություններով։ Խաղաղության գործընթացը որքանով է կապված ձեր անձի հետ եւ ինչքանով է դա նաեւ ինչ-որ առումով ձեր հիմնական պատմական ժառանգությունը լինելու Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես եք տեսնում դա։ Սա կարևորագույն վճռորոշ ընտրություն է, կարող ենք ասել։ Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես եք տեսնում ձեր պատմական ժառանգությունը եւ ձեր դերը նաեւ այս առումով։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ինչ խոսք, մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, իմիջիայլոց նաեւ մեր տարածաշրջանի համար, թևակողելու ամբողջովին այլ փուլ մեր պատմության մեջ։ Ուստի նկատի ունեմ իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն հաստատելու տևական խաղաղություն իմիջիայլոց։ Շատ կարևոր է պաշտպանելու եւ ամրապնդելու համար պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր տարածաշրջանի երկրների, քանի որ երբ մարդիկ հարցնում են, թե ինչու է այս համաձայնությունը, պայմանավորվածությունը հիմա հնարավոր դարձել եւ ոչ մի քանի տարի առաջ, բազմաթիվ գործոններ կան, ինչ խոսք, բայց ես կարծում եմ ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդել է այս պայմանավորվածության վրա, դա ընդհանուր շահերի երկու ստեկ ըմբռնումն է մեր տարածաշրջանի երկրների կողմից։ Մենք, ինչպես գիտեք, մենք անկախ երկրներ ենք դարձել 1991 թվականին, նկատի ունեմ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը եւ Խորհրդային Միության փլուզման արդյունքում եւ դա ինչ որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր, սակայն ոչ ամբողջովին նոր ընկալմամբ նրա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում եւ հիմա ես կարծում եմ ամենակարևոր գործոնն այս խաղաղության պայմանավորվածության գործարքի վերաբերյալ դա նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ նոր ընկալումը, որն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում եւ մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մեր երկրները դարձնենք ավելի անկախ, դարձնենք ավելի ինքնիշխան եւ ավելի ապահով։ Սակայն ես կարծում եմ, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի համար երկու ստեկ ձեռքբերում է, միասնական ձեռքբերում է եւ մեր ներքին քաղաքականության տեսանկյունից իհարկե շատ կարևոր ձեռքբերում է դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության, մեր կուսակցության եւ մեր քաղաքական թիմի համար, այդ թիմի հետ միասին մենք Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն իրագործեցինք 2018 թվականին եւ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, այսպես ասենք, դժոխքի միջով անցանք եւ հասանք այս կետին։